Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, նախ ուզում եմ շնորհավորել մեր կանանց և մայրերին, խորին խոնարհումս մեր զոհվածների ծնողներին մարտի 8-ի առթիվ, կանանց և տղամարդկանց հավասարության առթիվ էլ ասեմ, որ ինչքան էլ ուժեղ կին լինի, միշտ նրա թիկունքին պետք է լինի ուժեղ տղամարդ, որովհետև մենք ուժեղ ենք մեր հաղթող, մեր հզոր, մեր ամուր տղամարդկանցով, և եթե երկիրը լիներ ամուր տղամարդու ձեռքերում, մենք հաստատ չէինք ունենա այն իրավիճակը, ինչ որ ունենք այսօր։ Հիմա անցնենք մեզ հուզող առօրյա հարցերին, ինչպես միշտ, քանի որ այս իրավիճակում մենք տոներից երկար խոսելու իրավունք չունենք, բացի իրավունքը նաև հոգի ու սիրտ չի մնացել ժողովրդի մեջ որևէ տոն տոնելու, այս թանկացումների ֆոնի վրա մտնում ես խանութները օր-օրի վրա, գինն է աճում, ոչ թե շրջանառությունը, օր-օրի վրա որակը ընկնում է, գինը աճում է, որովհետև արդեն կան դեպքեր օղիներից թունավորումների, մթերքից թունավորումների, և այդ ֆոնի վրա ունենք ռուսի ասած զատո ունենք ուրախ ավտոբուս։ Սահմանին թուրքը զինավարժություն է անում, Իրանում ողբերգիկ վիճակ է, որը որ անմիջապես ռազմականորեն առնչվում է մեր երկրին, մեր երկրի անվտանգությունը, բայց մեր գերագույն գլխավոր ծաղրածուն ուրախ ավտոբուս է խաղցնում, կուկուռուզ կրծելով, Աննա չգիտեմ դու որ ջհանդամն ես կորել, բայց աղջի դեղերը արի վախտին հասցրա, այս ժողովուրդը մեղք է իսկականից արդեն, լրիվ դիստանցիայից դուրս է եկել։ Գիժ չխաղաս Նիկոլ, ճիշտ է դու դեղերի տակ ես լինում ու յաթրջի արաղիտ, բայց դու գիժ չես։ Դու ուղղակի թուրքի դրիսերավատ արած, այսպես ասած վարժեցված, լավ վարժեցված ծաղրածու ես, այ թուրքի բիջ։ Հիմա այն իրավիճակները ինչ որ կատարվում է սահմանում, չասեք սահմանում խաղաղ է, չսկսեք հերթական հեքիաթները սուտ է, ճիշտ է, կան նկատված, փաստացի, ես առաջինը չեմ դրան անդրադառնում, հուսամ վերջինն եմ, որ սահմանում առիթից օգտվել և որոշ տեղերում փոխհրաձգություն է անգամ սկսվել թուրքերի մոտ։ Թուրքերը զինավարժություններ են անում ու Իլհամիկը էտի չի էլ թաքցնում, ասում է այդ մասին բացահայտ։ Իրանի ու Ադրբեջանի բախումը դարձնելու է թատերաբեմ մեր Սյունիքը, հիշեք խոսքս, որպեսզի հետո չասեք չասեցին։ Մեր ռազմական փորձագետները բազմիցս ասել են, բոլոր նրանք, ովքեր ունեն հետախուզական գոնե մի թեթև փորձ, այսինքն բոլոր մենք հին հետախուզներս դա գիտենք։ Մեր տղաները ամեն օր ահա զանգում են սահմանից, ասում են, որ խախուտ է մեր սահմանները, պապիկյան ուրախ ավտոբուս ես խաղցնում, ու դեռ հայտնի չէ, սրտիկ եք անում, թե ձեր հետնամասն եք ցույց տալիս ժողովրդին դրանով։ Հերիք եղավ բոլա գործ արեք, հերիքա կուկուռուզ կրծելով ժողովրդի աշկերին թոզ փչեք։ Ու դեռ մի հատ էլ նեղանում եք, եթե ինչ-որ մեկը ժողովրդի միջից ունենում է այնքան ուղեղ, որ ձեզ բացահայտ դեմքների տասի, որ նախարար չի կաթողիկոսը, որ դու ընտրես։ Ու դեռ մի հատ էլ փորձում եք փակել բոլոր նրանց բերանները ձեր դատարաններով վարձու, ձեր միլիցեքով վարձկան, որոնց միայն իրենց փորն ու գրպանն է հետաքրքիր, ոչ ավելին, ինչպես նաև ձեզ։ Թուրքական 5-րդ շարասյուն, ՔՊ, Քեմալի պայմանագիր, Նիկոլիկներ, ու հաս ասում դու մամռելու իրավունք ունես ճիշտ է, բայց մամռի ինքդ քո վրա, այդ որ ասում ես ժպտա Սասունիկ, դու պետք է մի հատ ինքդ քեզ հարց տաս, արդյոք դու են Սասուններ, որ երգում էր հասնենք Սասուն մտնենք Վան, այդ ինչ դրանով պրծավ, հասնենք Ադրբեջան ու չայ խմենքներ, հա, էդ էր քո հայրենասիրությունը, էդ էր քո արած դրածի վերջավորությունը, ինչքան արժեր, Սասուն, քո ինքնասիրությունը ինչքան արժեր, ինչքանով է առել Նիկոլը,
Քո հայրենասիրությունը, ինքնասիրությունը, քո զինակից ընկերների գերեզմանը քանի մանեթով ես ծախել։ Թուրքին քանի մանեթով ես չոքել դեմը։ Հիմա թքելն էլ արդեն ափսոս է քո նամուսի վրա։ Իսկ ինչ վերաբերում են փախած հարսնացուին, աղջի անուլ, արի սրա դեղերը դու, արդեն էլ ներվերներս չի երիքում։ Հասկանալի է, որ դու բաժանված չես, որ դրա այդ կեղտոտ աշխատած փողերն ես տարել տեղավոր ես։ Իդեպ ձենը դուրս չի գալի։ Ասում ես որտեղ էր վարձով մնում, ասի գնամ մի տենց հացմաս տանեմ, այն աղջիկը մեղ կա։ Վերջի վերջո սոված ծարավ գցել են փողոցը։ Վերջի վերջո հերդ իմ մարտական ինգերներից է, չի եղել սևին սքին, ասի հացմաց բերեմ հասցեմ, կարող ասոված սատկես, էդ որ այդքան աղքատ ես։ Դուրս արի այդ ծակերից գնա գժի դեղերը տու, ժողովուրդը արդեն նախընտրական շեմին խելագարվել է դրա ձեռը։ Սուտ բանը կուկուրուզնը պերաշկինքի չեր մեզ, հիմա էլ նստած սուջուխ է գրտնկում։ Փոխանակ մտածի թե ոնց է առնելու, այս օրորի աջող աղետի դեմը։ Շատ շուտ չես Նիկոլիկ քարոզ արշավըտ սկսել, ոնց որ շատ ես շուտ սկսել, ու այդ ամենի ֆոնին թազա պեսա ունենք, Սիմոնյան ալեն, թուղ դու գրիշտամին վրա էլ գրես, սիրում ես չէ ամեն օր տենց, գուցե տղերք էտ քնչականում է տաղոցու մի հատ դեղ դիվան միվան դրեն գատեղ քնի, որտև չի հասցնում բոլորիս վրա բողոք գրի։ Հիմա, անդրադառնամ քեզ Պապիկյան, նորից Պապիկյան, իմ սիրած թեման ես չէ դու։ Իմ սիրած թեման ես, որտև իմ մեր սարքած բանակն ես ավերում։ Երեխաներին արդեն տներից են, վայքի պոստերից երեխաներին տներից են արդեն շորեր ու կոշիկներ ուղարկում։ Են որ մեկը տեիք Մայկատ Ռուսիկից խոսում, հայի դեպ էդ Մայկատ Ռուսիկ ծախողն էլ է, չէ ձեր թիմում հիմա։ Մելքոնյան Գագոն չէր էդ վաղտ Մայկատ Ռուսիկի բաժանողը, Խոչկորիկ, Ալեքսանյան Վահագ, հիմա գնատես ինչ է կատարվում, վայքի պոստերում տղաների շորերը կիսա մաշ են, են մնացած վայրերում, գորիսի պոստերում իշխանասարում, նաչնոյ բինոկլ չունեք, ասեմ հատ որտեղից չկա, Պապիկյան փոխանակ վերընգնես պաշտպանության նախարարության շենքում ու ուրախ ավտոբուս խաղաս, ստեղ ընդեղ կուկուրուզ կրծելով, մի հատ պոստերով էդ ֆռատես ինչա կատարվում, մի հատ գնա զինվորներիդ հագու կապը նայի, էդ էդքան միլիոնի որ դուրս ես գրե, որ տոր պտի համազգեստ տանես, ուր այդ համազգեստներն արա, տարին ֆռաց արդեն, ու ձեզ թվում ա դուք 10,000 դրամ թոշակ եք ավելացրել, դրանով ինչ եք արել, ոնց էր ասում, Նիկոլիկ ոնց էր ասում, Կոլիկ ասում էիր, բան սոված թոշակառուի հարցը լուծել եմ, արա օրը 10,000 դրամի մենակ դու կուկուրուզ ես խժռում, այդ թոշակառուն օրը ամիս 10,000 դրամով հայելը հարստացավ, հա, բարելավեց նրա վիճակը, էդ ա ձեր պահած երկիրը, ռադեղեք, թող հասկանանք ես ավերակներից ոնց ենք նորից երկիր սարքում, հերիք եղավ բոլա, ժողովուրդ, Այս ընտրությունները մեր բոլորիս վերջին հնարավորությունն է, Նիկոլին ասել մաքրվի թուրքի ճուտ, ԿՊ-ին ասել հետ մտի պլնդուսների տակ, այդ առականներ, ոնց որ ընդեղից դուրս եք եկել, որտեղից դուրս եք եկել ամեն մեկը ձեր տեղերով, երկրորդ հնարավորություն չենք ունենալու, Եվ երկրորդ Նիկոլ չբերելն է մեր խնդիրը, ես այդ բառից չեմ վախենում, շատ զգուշ ընտրության ժամանակ, շատ խառն է քաղաքական իրավիճակն ու դաշտը, այնպես արեք, որ մի քանի ամիս հետո, ոնց որ Սերժ եք մերժում Նիկոլ բերեցիք, հիմա Նիկոլ եք մերժում, մի ուրիշ բան չբերեք, հիմա հետո էլ նրան ստիպված ենք մերժենք, հերիք հա վերջապես սպառվել է արդեն այս երկիրը, 30 տարի երկիր ենք սարքել, ոչ թե երկիր ենք քանդել, որ 30 օրում քանդես, Նիկոլ, քանդեցիր, հիմքից քանդեցիր, բայց թուրքացնել թույլ չենք տալու, մոռացի,
Եթե դու կարողացել ես քո էշալոնը սուննաթել, մեր երկիրը չես կարողանալու հոգեպես սուննաթել, չի լինելու։ Մեր տղաները մնալու են մեր հզոր տղամարդիկ, ու այո, մեր երկիրը լինելու է հզոր տղամարդու ափերի մեջ։ Ու այս անգամ մենք չենք թույլ տալու, որպեսզի դու քո կեղտոտ խաղերով նորից լվանաս շարքային գյուղացու ուղեղը, ինչ որ հիմա փորձում ես անել։ Իսկ մեր օպոզիցիային մաղթում եմ կուր ամրություն, այս պահին պետք է մի կողմ դնել ամեն ինչ, գյուղ, տուն, եթե պետք է։ Եկեք բոլորս միասին մտնենք, բացատրենք, հասկացնենք, հերիքա ինտելիգենտ խաղանք, եթե դեմներս կլոունա, պետքա պտի ծաղրացույություն էլ անենք։ Մենակ թե շարքային գյուղացին հասկանա, որ ինքը մենակ չի։ Հասկանա, որ առաջնորդը մենակ էկրաններից չի երևում, ժողովրդի մեջ է երևում։ Նիկոլը դրա վրա է խաղում հիմա։ Եկեք իրա քարտերը ձեռքից խլենք։ Նա մանիպուլյատոր է, մեծ մանիպուլյատոր է։ Շատ լավ էլ պատասխանում են։ Ճիշտ է, շատ լավ էլ պատասխանում են, բայց շատ քիչ են այդ տոկոսայնությունը առայժմ։ Հուսանք, որ որոշները վախենում են բարձրաձայնեն պարզապես ու Նիկոլ չեն ընտրելու։ Հուսանք, որ այդ 10,000 դրամ աղքատավճարը, որ թոշակառուին հիմա կոպիտ ասած կներեքին մարտահայտության համար աչքն ես կողում Նիկոլ, դեռ չի փոխելու, որովհետև դու պարտավոր ես հորդ տնից չես բերել այդ թոշակների ավելացումը։ Դու պարտավոր ես մեր ժողովրդի հաշվին հարստացած լինելով, դու պարտավոր ես բարելավել թոշակառուի կյանքը, վաստակած թոշակառուի կյանքը, դու պարտավոր ես անել այն ամենը, ինչը որ հիմա չես անում, ու այն ինչը որ դու չես արել, դրա համար պատասխան ես տալու, ու հերիքա որոշ ծանծաղամիտներ, որ գրում եք, սա արեց, նա արեց, կցես Նիկոլի ջեբըդ պինդ պահեր չկցեին, եթե այդքան ուղեղ չունես, ոնց կարաս դու երկիր ղեկավարես, եթե այնքան ուղեղ չունես, որ կարան քո գրպան ինչ-որ բան կցեն, եթե այնքան ուղեղ չունես, որ կարան քեզ խաբեն, բա դու էլ ինչի համար ես նորից երկրի վրա, ուզում ես երկրի գահին մնաս, մի հատ էլ վերարտադրվես, ուրեմն քո ուղեղը այդ չափանիշի չի, և հետո 8 տարի է անցել արդեն, շատ վաղուց պտի, բոլոր հարցերը լուծած լինեիր, եթե դու իսկականից լուծելու ունակությունն ես, Նիկոլ դու ոչինչ ես, ու հուսամ այս ընտրությունների ժամանակ, մեծամասնությունը արդեն կհասկանա, որ դու ոչինչ ես, դու ոչնչություն ես, որին որ մեր թշնամիները օգտագործեցին մեր երկիրը ավերելու համար, ու դու քո այդ ուրախ ավտոբուսով ուրախ էլ պատասխան ես տալու։ Իսկ մեր այս պահի դրությամբ բոլոր դատավորներին, քննիչներին, ոստիկանության աշխատակիցներին, կրկին հորդորս գոնե ձեռնպահ մնացեք Նիկոլին ծառայելուց։ Ախր ինքը իր հետևից բոլորիդ քաշ է տալու հետո դատարաններով, բոլոր Նիկոլին ծառայողները հատ պատասխան են տալու, այս երկիրը որփի գլուխ չի ով ոնց ուզի խուզի, հասկացեք վերջապես, եկել են արդեն այդ երկրի տերերը, տղերքը էստեղ են, ու այո Նիկոլ դու պատասխան ես տալու։